անցած ժամանակամիջոցում չեն վերացել եւ շարունակում են արկա լինել կիրառված խափանման միջոցի իրավաչափության պայմանները։ Ոստի գտնում եմ, որ խափանման միջոցը պետք է պահպանվի եւ երկարաձգվի եւս 3 ամիս։ Բագրատ Սրբազանին քրեակատարողական հիմնարկում պահելը անարգանքը Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի նկատմամբ, արդարադատության նկատմամբ, հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, հայ հասարակության նկատմամբ, երբ որ բացահայտ անհիմն եղանակով անձինք, որոնք որևէ կապ չունեն բռնության պլանավորման հետ, զրպարտվում եւ անվանվում են ահաբեկիչներ, այդ կերպ փորձելով անձանց դեմոնիզացնել եւ ցույց տալ վատ լույսի ներքո, պնդում եմ, որ դահլիճում ներկա որևէ անձ երբևէ չի կատարել որևէ այնպիսի արարք, որին կարող է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի որևէ հոդվածով մեղադրանք առաջադրվել, բոլոր մեղադրանքները ի սկզբանե եղել են կեղծ եւ շինծու։ Մեկ շաբաթ առաջ ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարեցի, որ քննչական կոմիտեի ղեկավարը մեղմ ասած անպատասխանատու հայտարարություն է արել եւ խիստ ասած զրպարտություն եւ ակնհայտ փաստերի, խնդրում եմ տերմինը ասեք, փաստերի կեղծում է տեղի ունեցել։ Եվ ես դա պնդում եմ, հենց հիմա նորից պնդում եմ, առնվազն 2 դեպքով, մեկը կապված այդ չարաբաստիկ գյուլելու 2 հոգու եւ 15 հոգու բանտ տնելու պատմության հետ, ակնհայտորեն իրենք խուսափում են այդ թեմային անդրադառնալ, երկրորդը, որ իբր իմ ձեռքով գրված կա ահաբեկչության պլանավորում արտահայտությունը, դարձյալ կրկնում եմ, իմ ձեռքով գրված։ Ուրեմն 2 դեպքով նվազագույնը ասացի, մնացած ինչ որ կա, դեռ դրանք ծաղիկներն են, մնացած հետո կպարզվի ամեն բան։ Եվ ես վերստին պնդում եմ եւ իմիջի այլոց ուզում եմ ասել, որ իմ պաշտպանների հետ խորհրդակցելով մենք որոշել ենք, որ ակնհայտ կեղծիքի փաստական զեղծարարության կամ կեղծիքի առումով հաղորդում ենք ներկայացնելու, որպեսզի քննությունը սկսի քննչական կոմիտեի ղեկավարի կամ նրան մոլորեցնողների նկատմամբ, ինչպես նաև գլխավոր դատախազի կամ նրան մոլորեցնողների նկատմամբ։ Բագրատ Սրբազանի նկատմամբ կիրառած խափան միջոցկալանքի հիմքերն ու պայմանները չեն նվազել, չեն վերացել եւ այլընտրանքային խափան միջոցները քրեական վարույթի ներկա փուլում իզորու չեն ապահովում մեղադրյալի պատշաճ վարքագիծը, որպեսզի պայմաններում վերջինիս նկատմամբ կիրառած խափան միջոցկալանքի ժամկետը երկարաձգվում է 3 ամիս ժամկետով։